Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բաքվում նոր դժգոհություն է հասունանում հրեաների հետ կապված։ Թալիշ բլոգերն էլ բացահայտել է ադրբեջանական բանակի իրական կազմը, որը ոչ այլ ինչ է, քան ահաբեկիչների որջը։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ էր չեղարկել իր ուղևորությունը Եգիպտոս եւ վերադառնալ հայրենիք, եթե Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մասնակցեր Գազայի խաղաղության համաժողովին Շարմ էլ-Շեյխում։ Այս մասին հայտնում է Յուլքա TV-ի գլխավոր խմբագիր Հասան Օսթյուրքը։ Ըստ նրա, երբ օդանավը մոտենում էր Շարմ էլ-Շեյխին եւ արդեն պատրաստվում էր վայրեջքի, Էրդողանը ստանում է տեղեկություն Նեթանյահուի հնարավոր մասնակցության մասին։ Նա անմիջապես հայտնում է գործընկերներին, որ կդադարեցնի ուղևորությունը եւ կվերադառնա Թուրքիա, եթե մասնակցությունը հաստատվի։ Հետո, երբ եգիպտացիները վստահեցնում են, որ Նեթանյահուն չի գա, Էրդողանի օդանավը վայրեջք է կատարում։ Ադրբեջանում նոր համաշխարհային հրեական համագումար է սպասվում առանց այդ երկրի ժողովրդի համաձայնության։ Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ որոշում են ցուցադրել իրենց թվացյալ հանդուրժողականությունը, այս անգամ կազմակերպելով աշխարհի հրեական ռաբիների հավաքը։ Իսկ ժողովրդին, ինչպես միշտ, ոչինչ չեն ասել։ Այն, ինչ ներկայացում է որպես միջկրոնական համերաշխություն, իրականում հերթական բեմադրությունն է արտաքին աշխարհին ցույց տալու համար, թե Բաքուն իբր խաղաղասեր ու բազմամշակութային երկիր է։ Իրականում ժողովուրդը դժգոհ է, բայց ում է հետաքրքրում ժողովրդի կարծիքը մի երկրում, որտեղ իշխանությունը վաղուց թքած ունի ժողովրդի կարծիքի վրա։ Տեսանյութում ադրբեջանցին դժգոհում է հրեական համաժողովի առնչությամբ եւ դրա դեմ համախմբվելու կոչ անում։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ Ուլյանովսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Իսլամ Հուսեյնովին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից։ Թեպետ իշխանությունները սրա հստակ պատճառը չեն հայտնում, բայց պարզ է, եղբայրական հարաբերությունները կարծես մաշվում են։ Հուսեյնովը 2005 թվականից ղեկավարում էր համայնքը եւ ներկայացնում էր ադրբեջանական ազգային կոնգրեսը։ Թալիշ բլոգերը բացահայտում է Բաքվի բանակի իրական կազմը։ Թալիշ բլոգեր Ալի Լանքոնին հայտարարել է, որ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցել են մեծ թվով ահաբեկիչներ Սիրիայից։ Թեման, որ Բաքուն այսքան տարի փորձում էր թաքցնել, հիմա նորից բարձրաձայնվում է։ Իսկ մինչ Բաքվի քարոզչամեքենան դեռ պատմում է իր փառավոր բանակի մասին, պարզվում է, որ ոչ այլ ինչ է, քան ահաբեկիչների որջը։ Բաքվի բանակի նոր ճակերտավոր հաղթանակը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հանգստի տան պետը մայոր Իլհամ Հախվերդիևը ձերբակալվել է կաշառք վերցնելու համար։ Դատարանը նրան 2 ամիս եւ 20 օր հանգստի է ուղարկել, միայն թե այս անգամ բանտում։ Թվում է, Բաքվում կաշառքը վաղուց է դարձել պաշտոնյաների սիրելի ծառայողական պարտականությունը։ Իսկ թե ինչպես է այս բանակը պատրաստվում ճակերտավոր հաղթանակներ տոնել, երևի միայն նրանք գիտեն, ովքեր թաթախված են կոռուպցիայի մեջ։ Բաքվի հերթական պաշտոնյան միջազգային ասպարեզ է դուրս գալիս։ Ադրբեջանի падգամավոր Ռամիլ Հասանը հրաժարական է ներկայացրել ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման։ Հունիսի 12-ին նա ընտրվել է թուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի գլխավոր քարտուղար։ Նախկինում նա արդեն ղեկավարել է կազմակերպության քարտուղարությունը 2009-ից 2013 թվականներին։ Բաքուն կարծես մեծ հաճույքով շարունակում է տեղական պաշտոնյաներին միջազգային փայլ տալ, նույնիսկ առանց որևէ իրական փոփոխության երկրի ներքաղաքական կյանքում։ Ալիևն ու աղալարվներն էլ փորձում են մինչև վերջ քամել Ադրբեջանը։ Թուրանսկի Էքսպրես տելեգրամյան ալիքի փոխանցմամբ խաղային բիզնեսի իրական սեփականատերը Իլհամ Ալիևն է, իսկ աղալարվները նրա գործընկերներն են։ Վերջերս Մեյդան TV-ն այս թեմայով հրապարակում է արել, որից պարզ է դառնում, որ նախկինում կրոնական համարվող Ադրբեջանի Նարդարան գյուղում արդեն իսկ սոցիալական ընդվզում է հասունանում աղալարվների դեմ։ Ըստ ալիքի, Ալիևի համար իր ողջ քաղաքականությունը բիզնես է։ Նա արդեն վաճառել է տնտեսությունն ու ժողովրդի հարստությունները թուրքերին, փորձում է վաճառել աշխարհաքաղաքական ուղղությունը դեպի արևմուտք, իսկ հայրենիքի մնացորդներն էլ վաճառում է ինչպես կարողանում են, գրում է ալիքը։ Ադրբեջանի 8-րդ դասարանի պատմության դասագիրքը ռուսաֆոբիայի դասեր է պարունակում։ Օրերս համացանցում մեծ ուշադրություն է գրավել Ադրբեջանի 8-րդ դասարանի պատմության նոր դասագիրքը։ Դասագրքի 1/3-ը նվիրված է Ռուսաստանին, բացառապես բացասական լուսաբանումով։
Օրինակ, Ռուսաստանի զավթումները Ադրբեջանի հողերում, Ռուսաստանի կողմից բռնակցումը, Ռուսաստանի օկուպացիան, ռուսական գաղութային կարգի հաստատումը եւ այլն թեմաներով։ Բայց իհարկե շատ բան կա պատմության դասագրքերում հրեաների մասին։ Նրանք ներկայացվում են որպես Ռուսաստանի կայսրության ժամանակ ռուսական շովինիզմի զոհեր, իսկ պաղեստինցիները անիրավացիորեն իրենց հողերը պահանջող ահաբեկիչներ։ Թուրանսկի Էքսպրես Տելեգրամյան ալիքի փոխանցմամբ այս ամենը բացատրվում է Ադրբեջանի քաղաքական էլիտայի էթնիկ կազմով։ Մեծամասնությունը հրեաներ ու քրդեր են, ու նրանց շահերը դասագրքում ներկայացված են որպես պատմական ճշմարտություն։ Թուրքիայի նախագահը հրամանագիր է ստորագրել, որը հեշտացնում է աշխատանքն ու ձեռնարկատիրությունը ադրբեջանցիների, ղազախների, ղրղզների, թուրքմենների եւ ուզբեկների համար։ Այժմ նրանց հարկավոր չէ ստանալ թուրքական քաղաքացիություն կամ անցնել բարդ թույլտվությունների փուլով, բավարար է մշտակության բնակության վիզա ունենալ։ Թվում է Էրդողանը շարունակում է ցուցադրել, թե որքան բարեկամաբար է վերաբերվում թուրքական ժողովուրդներին առանց նրանց լիարժեք իրավունքներ տալու։ Ադրբեջանցի ուսանողներն էլ Թուրքիայում խնդիրների առաջ են հայտնվել։ Հախինազի փոխանցմամբ Թուրքիայի պետական համալսարանում սովորող հարյուրավոր ադրբեջանցի ուսանողներ բողոքում են, որ իրենց բազմաթիվ դիմումները Բաքվի համալսարաններ տեղափոխվելու համար մերժվել են։ Ուսանողների հարազատներն ասում են, որ Թուրքիայի քաղաքներում բնակարանի վարձավճարն ու առօրյա ծախսերը ամեն տարի աճում են եւ ուսանողները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում շարունակել ուսումը։ Բայց Բաքվի համալսարանները նրանց դիմումները մերժում են կամ անտեսում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Փասինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։